Երբևէ մտածել եք, թե ինչու ենք մենք երբևէ բացարձակապես անկարող զսպել մեր պատասխան ժպիտը։ Սա պարզապես սովորական սոցիալական քաղաքավարություն չէ, այլ հզոր կենսաբանական ծուղակ, որից խուսափելն անհնար է։ Մեր գլխուղեղի ամենախորքային շերտերում թաքնված են այսպես կոչված հայելային նեյրոններ։ Դրանք անխափան աշխատող մեխանիզմներ են, որոնք ստիպում են մեզ ենթագիտակցորեն և ավտոմատ կերպով կրկնօրինակել դիմացինի դեմքի արտահայտությունը։ Նույնիսկ այն դեպքում, երբ մենք գիտակցաբար փորձում ենք պահպանել չափազանց լուրջ կամ մռայլ դեմք։ Բերեմ երկու պարզ օրինակ։ Պատկերացրեք փողոցում քայլելիս անծանոթը հանկարծ անկեղծ ժպտում է ձեզ, կամ դուք սոցիալական ցանցերում հանդիպում եք ժպտացող մարդու լուսանկարին։ Ձեր դեմքի մկաններն ակնթարթորեն, անկախ ձեր կամքից և տրամաբանությունից, սկսում են կծկվել, ստեղծելով ակամա պատասխան ժպիտ։ Էվոլյուցիոն տեսանկյունից սա գոյատևման հնագույն զենք է, որը դարեր շարունակ ձևավորել է խորը էմպաթիա մարդկանց միջև։ Երբ դուք ժպտում եք որևէ մեկին, նրա մկանային ռեֆլեքսներն ինքնաբերաբար ստիպում են նրան ժպտալի պատասխան։ Այս չնչին ֆիզիկական գործողությունն անմիջապես ակտիվացնում է նրա ուղեղի երջանկության գոտին, հենց առաջին իսկ վայրկյանից արհեստականորեն ստեղծելով դրական տրամադրություն և անխախտ վստահություն ձեր հանդեպ։ Իրականում դուք տիրապետում եք մարդկային էմոցիաների գաղտնի վահանակին։ Ժպիտը պարզապես ուրախության անմեղ նշան չէ, այլ դիմացինի հոգեբանությունը կոտրելու և անխզելի ենթագիտակցական կապ ստեղծելու անթերի գործիք։ Պահպանիր այս տեսանյութը, որպեսզի հիշես և գիտակցաբար կիրառես այս հզոր հոգեբանական հնարքը քո հաջորդ կարևոր հանդիպման ժամանակ։